Այս որ ռեշտակներ ավետան, պարկ աստծոն բարձրունքներում, պատրաստ եք? Պարկ աստծոն բարձրունք Մեկ անգամ էլ բարձրուկներում մինչև հավիտյան, հալելույա Հեռավոր մի երկրում, մսուրի մեջ մի մութ, դու ծնվեցիր բրկից սիրելիս, թեև չեմ տեսել ես աչքերովս երբեք, հավատքով եմ տեսել քեզ իմ Տեր, թեև չեմ տեսել ես աչքերովս երբեք, հավատքով եմ տեսել քեզ իմ Տեր, ինձ համար ես եկել և ապրել երկրի վրա, ինձ համար անդադար աղոթել, թեև չեմ տեսել ես աչքերովս երբեք, հավատքով եմ տեսել քեզ իմ Տեր, թեև չեմ տեսել ես աչքերովս երբեք, հավատքով եմ տեսել քեզ իմ Տեր, ինձ համար ես տարել ծանր խաչը թելու, ինձ համար ես կրել ապտակներ, թեև չեմ եղել ես հեռավոր այդ երկրում, հավատքով եմ տեսել քեզ իմ Տեր, թեև չեմ եղել ես հեռավոր այդ երկրում, հավատքով եմ տեսել քեզ իմ Տեր,
Այո, բոլոր զավակով այս Տիրոջը տեսել ենք։ Նա մեր կյանքում ներկա է, մեծ գործեր արել, կարող ենք ամեն մեկս պատմենք իր մեծ հրաշքները։ Հալելույա։ Եթե այդ Տերոջը կարիք ունես տեսնես, կանչի նրան քո կյանքում, նա պատրաստ է, իր ձեռքը միշտ մեկնած է քո ձեռքը բռնելու։ Ասում է նրա խոսքը ասում է, որ նա շատ խոնարհաբար կանգնած է քո սրտի դրան հետև եւ թակում է։ Եվ ով որ լսի եւ դուրը բացի, նա կմտնի եւ հետը կընտրի, այսինքն որ մի հարաբերություն եւ մի ընկերություն կսկսի։ Հալելույա։ Իշխանենա Ճշմարտության ծնվել է նա մի մասուրում թող ծնվի նա մեր սրտերում Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Հիսուսին, փառք ու պատիվ Հիսուսին, երգում ենք փառք Հիսուսին, փառք Հիսուսին, փառք Հիսուսին, փառք ու պատիվ Հիսուսին, փառք ու պատիվ Հիսուսին։ Նոր երկենք և օրհնենք Սաղմոսներով ցնցումով շեփորի ձայնով Թող որ գոռան ծովերը դիուճան բամբակ Գետերը թող ծափսարկեն քանզի Տերն եկավ Ինչ անուն աշխարհ եկավ մեծ խաղաղության իշխան Կարեկից ողջ մարդկության Հիսուս Ինչ անուն աշխարհ եկավ մեծ խաղաղության իշխան Կարեկից ողջ մարդկության Հիսուս Տիրոջը նոր երկենք և օրհնենք Սաղմոսներով ցմբուկով շեփորի ձայնով Թող որ գոռան ծովերը դիուճան բամբակ Գետերը թող ծափսարկեն քանզի Տերն եկավ Ինչ անուն աշխարհ եկավ մեծ խաղաղության իշխան Կարեկից ողջ մարդկության Հիսուս Ինչ անուն աշխարհ եկավ մեծ խաղաղության իշխան Կարեկից ողջ մարդկության Հիսուս Թույլտվեք այս նոր տարվա կապակցությամբ Տերոջ խոսքից մի մաս նայենք, որ Աստծո խոսքը մեզ հույս է տալի և երկնային հույս է տալի։ Տերոջ խոսքն ասում է, որ ձեզ տամ ապական և հույսը։ Տերն այդ է պատրաստում մեզ համար։ Ապական և հույսը։ Շատ ժամանակ աշխարհը ունի հույս և աշխարհիկ մարդիկ ունեն հույս։ Մենք էլ ունենք հույս որպես հոգևորներ և երևույթապես երկուս իրար նման են, բայց դրանից շատ տարբեր են։ Աշխարհիկ հույսը հենված է մարդի խոսքի վրա։ Կապված է պայմաններին, դրություններին, վիճակներին։ Հույս ունեն ապակայի համար
եթե ամեն պայմանները լավ ելնի, ամեն գործերը հաջող ելնի եւ իրանց մտածելակերպով բացասականություններ առաջ չգա, կարելի է արդյունքը լավ ելնի, այդ մարդկային հույսն է։ Պարսկաստան հեղափոխության վրա է, տեղ ունի աղոթենք Տերոջ ողորմությունը, Պարսկաստանում Երևան գա, շատ հավատացյալներ դեպքում բանտում են եւ մարդիկ ճնշվում են անարդարության հետևանքով։ Հույս կա փոփոխության, բայց մատ մարդկային հույս է, կարելի է լինի, կարելի է չլինի, կապ ունի պայմաններին։ Մարդկային հույսը հենված է մարդկային ուժերի ու պայմանների դժվարությունների վրա անկայուն վիճակ է։ Մարդկային հույսը դերից ելնում է։ Բայց աստվածային հույսը ինչ է, մատ հավիտենական հույս է, անփոփոխ հույս է, եւ իր աղբյուրը Տերոջ խոսքը, նրա խոստումները եւ Աստված է։ Այսինքն մենք մատ հույս ունենք ապագայի մասին, որ Տերոջ խոսքից է գալի։ Էդի կապ չունի աշխարհի պայմաններին, միջև ասած մեր վերաբերմունքին էլ կապ չունի։ Տերը մատ խոսքը ասե, աշխարհ իրար անցում է իր խոսքը կկատարվի։ Եվ մեր խոսքը, մեր հավատքը դրա համար կենթանի հավատք է։ Հոգևոր հավատքը աստվածային է, երկնային է, մնայուն է, դժվարությունների ներսը դիմանում է եւ վերջին արդյունքը հենց այդ որ ասում են որ ձեզ տամ ապակա։ Կուզեմ Տերոջ խոսքից մի մաս նայենք, հետո ավելի Տերոջ օգնությունով կնայենք, որ մեր նոր տարվա ընթացքում, այս տարվա ընթացքում իր ներսն ենք Տերոջ ձեռքը եւ աստվածային հույսը մեր կյանքում լինի եւ Տերոջ ձեռքը մեր կյանքում ավելի Երևան գա։ Թույլ տվեք ոտքի կայնենք, մի մաս Տերոջ խոսքի իհարկան Աստծո խոսքին նայենք։ Այսպես ասում Տերը, որովհետև հենց որ լրացավ 70 տարին Բաբելոնի համար, ես ձեզ պիտի այցելեմ եւ հաստատեմ ձեզ համար իմ բարի խոսքը, որ ձեզ ետ բերեմ այստեղը, որովհետև ես գիտեմ այն խորհուրդը, որ ես խորհեր եմ ձեզ մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդներ է եւ ոչ թե չարության, որ ես ձեզ տամ ապական եւ հույսը։ Այսինքն հիմա ձեզ բացատրություն կտամ ավելի, որ ավելի հասկանաք Աստծո ծրագիրը մեր կյանքում ինչա։ Բայց նախ այդ թույլ տվեք մեր սրտերը բացեք Տերոջ ներկայությանը, Տերից խնդրենք, ով Տեր, ուզում ենք քո Սուրբ Հոգուտ հպումովը մեզ օրհնես, մեր տարին օրհնես, քո խոսքը օրհնես, որ ամեն մեկի սրտումը տպավորվի։ Ամեն։ Մերսի, շնորհակալություն, համեցեք խնդրում եմ։ Մերսի, որ ժամեք տվեք դուք եկել եք, այսօր կարող միասին Տերոջ ներկայությանն ելնենք, ամեն մեկը շատ բարի եք եկել եւ Տերոջ փառք իր խոսքի համար։ Տեսեք ըստեղում մատ տեսարանա Երեմիա մարգարեն մարգարություն էր արի Իսրայել ազգի համար։ Մի ժամ եկավ, որ ասորիները, ուրեմն նրանց թագավորը հարձակվեց, ամբողջ Երուսաղեմը պաշարեց եւ Երուսաղեմը երթալով սովի էր ենթարկվում եւ նրանք հանձնվում էին Նաբուկոդոնոսոր թագավորի իշխանությանը։ Երեմիան մարգարություն էր արի, որ ով Իսրայել ազգ ձեր մեղքերի ու սխալների համար գերի կեթակ, բայց 70 տարուց հետո Տերն ասում ձեզի կվերադարձնե։ Եվ այդ ձևով այդ խոսքն ու պատկամը խոսում էր Երեմիան ամբողջ Իսրայելի համար։ Ուրեմն առաջին մասն այդ կարդացինք, որ ասում է Աստված Իսրայել ազգին ակսորեց Երուսաղեմից դուրս գնալ եւ գնացին Ասորստան, Իրաքի այսօրվա շրջաններում 70 տարի անցավ։ Դանիելը հետոները եկավ երիտասարդ տղա էր, Երեմիայի մարգարությունը կարդաց եւ ասաց ով Տեր քո ծառան մարգարությունը 70 տարուց հետո մեր ազգը պետք է վերադառնա։ Հիմա աղոթում եմ Տեր քո բարի ձեռքդ մեջտեղ գա եւ մեր ազգին վերադարձու։ Եվ այն ժամանակ Տերը Դանիելին պատասխան է տալի, որ այդպես կլինի, բայց ավելի հեռու ապակա Հիսուսի գալստյան մասին էլ ուրեմն Դանիելին մարգարական պատկամ է տրվում։ Բայց այստեղ եմ ասում, որ առաջ նայեր տեսեք Աստված մի խոսք ասում է, նույնությունով ինքը այդ խոսքը կատարում է։
Իսրայել ազգին ասավ 70 տարի գերի կեթակ, 70 տարուց հետո կգաք։ Իսրայել ազգը մտածում էր, որ միակ ազգն է, որ աշխարհում Աստծուն պաշտում է։ Երբ որ գերի գնացին, հասկացան, որ նա տերերի Տեր է, ամեն ազգերի վրա նա տերություն է անում։ Կարող է Նաբուկոդոնոսոր թագավորին բերե, Իսրայել ազգին տան նրան ձեռքը, տանե գերության եւ ժամանակի հետ բերե։ Այսինքն տեսեք սիրելիներ, Աստծո խոսքը ամբողջապես ցույց է տալի, որ Աստված ժամանակների վրա տիրապետում է։ Երեմիան մարգարություն էր արի, որ դուք գնաք ուրեմն Բաբելոնի իշխանության ներքո 3 սերուն նրանց կծառայեք Նաբուկոդոնոսորին, նրա տղային եւ նրա թոռի ժամանակ, հետո ձեզ հետ կբերեմ։ Նույնությունով ինչ որ մարգարություն էր արի, պատմությունը ցույց է տալի, որ նույնը կատարվել է։ Ես այն անգամ խոսեցի, որ ավետարանը բացառիկ գիրք է, ավետարանի նման մի գիրք աշխարհում չկա, ամբողջապես լեցուն է հրաշքնշաններով ու մարգարություններով։ Երբ որ մենք ավետարանը կարդում ենք, ասում է, որ Հիսուսը մայրկույսից կծնվի, այսինքն դա գրաշք։ Գրված էր, որ Քրիստոսը պետք է Բեթլեհեմում գա, հենց նույնը եղավ։ Երբ որ ժամանակ եկավ, Մատկայս հրաման արձակեց, որ Մարիամն ու Հովսեփը գնան ուրեմն Բեթլեհեմ, որ Հիսուսը պետք է այնտեղ ծնվեր։ Նրանք հեռու էին, բավականին տարածությունով մետեղ էր, բայց որտեղ հրաման էր եղել, նրանք գնացին այնտեղ, որտեղ Աստծո ծրագիրն էր։ Հետոներ տեսնում ենք ավետարանը լեցուն է հրաշքներով, կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, մարդիկ Աստծո փառքն են տեսնում։ Ուրեմն ավետարան հրաշքի ավետարան է, հրաշքի խոսք է, եւ աննման խոսք է, նրա նմանը չկա։ Ես իմ խոսքը սա էր, որ երբ որ այս խոսքը, այս ավետարանը մեզ հույս է տալի, այդ հույսը հավիտենական է, այդ հույսը հաստատ է, այդ հույսը անփոփոխ է եւ անսասան է։ Դժվարությունների ներսը ինչ որ ուզում է լինի, տեսեք, աշխարհի գիտնականները այսօր ուզում են աշխարհը հատուկ ուղղությամբ ղեկավարեն։ Տանեն մի տեղ, որ համարյա անաստվածություն բերեն աշխարհում, այդ դրանց նպատակն է։ Հեր, որտեղ ըտեում զգում են ազատություն, ըտեում ես նույն արմատը, նույն սերմն էր, որ Ադամ եւ Եվան ցանեցին, ապստամբություն, Աստծո անկախություն եւ Աստծո ձեռություն։ Բայց կարճ ժամանակից հետո Ադամ եւ Եվան ապաշխարեցին, դարձան դեպի Աստված, բայց դերևս իր սերունդը այդ ապստամբության սերմը իրանում կա եւ գնում է դեպի անաստվածություն եւ կարծում է, մտածում է, որ իր երջանկությունը անաստվածության ներսը կգտնե։ Բայց դրա կողքին սիրելիներ սա եմ ասում, որ Աստված էլ ծրագիր ունի ամբողջ աշխարհի համար։ Տեր Հիսուսը տարբեր առակներ խոսեց, ասավ մատ այգեբաներ, այգի ուներ, այգին տնկեց, ամեն ինչ պատրաստավ հանձնավ գործավորներին, գնաց ժամանակին եկավ պահանջել։ Այս այգին Աստծո, ամբողջ աշխարհը Աստծո այգին է։ Տեր ամեն հարմարությունները դասավորել է։ Մատ նայեք երկրագնդին, այս ամբողջ մոլորակների ներսը մարդկությունը տեղ կա այսքան առատությունով եւ ամեն ինչ հաշիվ արած, մեր փոքրես կոմենկոմ էլի ամեն ինչ խառնվե կամ պաղից մեջտեղից կեթան կամ տակից մեջտեղից կեթան կյանքը ցերեկ գիշերը ամենը հրաշք է աստվածային իմաստությունը հալելույա ինչ փառավոր իմաստություն է ես առիթ ելավ մատ մարդկային իմաստություն եւ աստվածային իմաստությունի հետ կհամեմատեմ որ տեսնեք մարդի իմաստություն հանդեպ փառահեղ Աստծո իմաստությանը ճիշտ մատ կաթիլ օվկիանոսի դիմաց Էդիա որ գալիս է մի քանի հատ գիտնական բաներ ա ճարում մի քանի հատ նորություններ ա ճարի երասում Աստված չկա ես Աստված եմ այսինքն մարդու իմաստությունը Աստծո ներկայությանը որ այդպես իմաստության ակնաղբյուրը հիմարություն է Հիմա ես փառավոր օրհնյալ Տերը մի խոսք է ասում այդ խոսքը հաստատ կատարվում է Եվ ես, երբ որ Աստծո խոսքը նայում ենք, տեսնում ենք, որ Աստված ծրագիր ունի այս աշխարհի համար։ Այդ այգեբանը, այգի Տերը մի նպատակ ունի աշխարհի համար։ Առաջնայերթ, քեզ ասեմ, եթե հավատում ես այդ բանին, ինչքան ես աշխատում Աստծո ծրագրի հետ համակայլ լինես։ Քո կյանքը, ապրելաձևը այդ ուղղությամբ է լինի, որ դու էլ այդ փառքին ու արքայության մասոբաժին ունենաս։ Այդ ձեզ համար որ հավատում եք, բայց ընդհանուր Տերոջ խոսքն ասում է, որ
Աստված Հիսուսի մեռելներից ցաղացրավ ամեն իշխանությունից, տերությունից, պետությունից, ամեն դևային աշխարհից ուժերից ավելի վեր իր աստվածային աջ ձեռքումը նստացրեց եւ ամեն իշխանությունները ենթարկեցրեց Հիսուսին։ Եվ Հիսուս Տերը ինքն էլ մահին հաղթելով մահին պարտություն տվավ։ Բայց դերևս իրան հավատացողները մահի հետ քաշքշոց ունեն։ Հավատքով են ընդունում իրանց հարությունը։ Բայց Տերոջ խոսքը սա է ասում, որ ժամ կգա, որ ամբողջ Հիսուսին հավատացողները հարություն կառնեն, նրանք էլ մահին կհաղթեն։ Այսինքն Աստծո ծրագիրը գնում է, որ այդ տեղ հասնի։ Ժամ գա, որ հավատացյալները հարություն առած, Աստծո փառքի ներսը հաղթություն վայելեն մահի վրա։ Եվ այդ որ Աստծո վերջի թշնամին, որ պարտվում է մահն է։ Եվ այն ժամանակ ամեն ինչ արդեն ենթարկվում է Հիսուսին։ Եվ Հիսուսն էլ փառավոր Տերը ենթարկվում է Հայր Աստծուն։ Այսինքն այս Աստծո ծրագիրն ու պլանն է աշխարհում ծրագրում է։ Հիմա մարդկային գիտությունը, իմաստությունը, ճարտարապետները, այս աշխարհի ասած ղեկավարները իրանց համար մի պլան ունեն։ Աստված էլ մի պլան ունի, մի ծրագիր ունի, պարզ ու հստակ է։ Կարծում եք որը կհաջողվեն։ Երևույթապես մարդիկ այդալով կարծես իրանց ծրագրերը գործադրում են, անաստվածությունը բերում են, անաստվածություն ներշնչում են, ինչ որ սուրբգրային արժեքների հակառակը ներշնչում են հասարակության ներսը, բայց մարդը չի կարող երբեք հաղթել Աստծուն, հալելույա։ Նրանք, որ Հիսուսին խաչեցին, իր գերեզմանի վրա քար գցան, մեծ քար գլորեցին այդ գերեզմանի վրա եւ պետական կնիքով էլ կնքեցին, որ վերջ։ Բայց արդյոք Աստված այդ ուժերով սահմանափակվում է, հարության առավոտ եկավ, քարերը շպրտվեցին, պահապանները ուշաթափ եղան, փառաստերը Հիսուս Տեր հարություն առավ եւ ցույց տվավ, որ մարդը կարող չէ Աստծուն սահմանափակել եւ իհարկե չի կարող։ Եվ այդ է որ այս փառավոր Տերը իր նպատակն ունի, որ ամեն ինչ ենթարկեցնե Հիսուս Քրիստոսի ոտքերի առջև, միջև ասած մահը, սատանան պարտվել է, սատանայից ուժն առնվել է։ Այսօր սատանան այո դերևս խաբուսիկ գործեր անում է, բայց մենակ իր խափերով ու խաբուսիկ ձևերով է։ Բայց մահը վերջի թշնամին է սուբյեկտն ասում, որ Աստծո ծրագիրն այդ է, այդ հաղթության բեր է։ Ուրեմն իմ քո մասը սա է, որ մենք Աստծո ծրագիրը զանազանելով նվիրվում ենք այդ ծրագրին, նվիրվում ենք այդ կամքին, որ այդ կամքը կատարվի։ Եվ մենք էլ մաս ունենանք այդ փառահեղտ թագավորության, որ Տերը պատրաստել է։ Եվ դրա համար հայրերն ասում են գա քո թագավորությունը, եւ մենք էլ ուզում ենք Տերը թագավորության գալու համար մի մաս ունենանք։ Թեև մարդը մաս էլ չունենա, Աստծո թագավորությունը հաստատ կգա եւ հենց այդպես կլինի։ Կարենք մադալիլյո ասենք։ Այդ Տերը փառավոր Տեր է, Տերն օշնյալ Տեր է։ Հիմա այդ Տերը Երեմիային ասավ. Երեմիա հրյա ազգը 70 տարի գերության կգնա։ Հենց այդպես եղավ։ Մարդը կարող է շատ խոստումներ տա, բայց չկարողանա կատարի, բայց Աստծո խոստումները այո, ամենն եւ ինչ որ ասերա կարող է կատարի։ Եվ այդ ձևով այդ խոսքի վերջնավորությունը ինչ է, ասում Աստված էս ամենը արավ, որպեսզի Իսրայել ազգին այն ժամանակ կրապաշտությունով ու անաստվածությունով ու տարբեր շեղումներով շախախված էր։ Երբ որ նրանց ուղարկեց գերության, նրանց հասկացավ, որ ամեն ազգերի Տեր է։ Եվ նրանցում այդ փոփոխություն բերավ, որ նրանց կրապաշտությունից ազատեց, ամեն կուրքերից ազատեց։ Երբ որ Իսրայել ազգը հետ եկավ Բաբիլոնից, նորից տաճարը սարքեցին, այն ժամանակ ազատվելին տաճարից, խնդիրներից, արդեն իմանում էին, որ իրանք ուղղակիորեն Աստծո հետ կապ ունենան։ Օրենքը կարդում էին, քահանաների միջոցով շատ բաներ սովորում էին, բայց իրանց կապը արդեն շատ խորացել էր, ավելի մեծ գիտության էին հասել։ Եվ հասան արդեն միտեղ, որ ամբողջ կուրքերից ազատվան, երբ որ Իսրայել ազգը գերությունից հետ եկավ, երկրորդ անգամ համար տաճարը սարքեց, արդեն այս հետո կրապաշտություն չկար, երբ որ Հիսուսը եկել էր, տեսնում եք կուրքեր կար, Երուսաղեմում կրապաշտություն չկար,
Բայց նախ այդ թագավորների ժամանակ անընդհատ տեսնում որ տարբեր կուրքեր, տարբեր անուններ, կուրքերի մարգարեներ կար, բայց Հիսուսի ժամանակ չկար, հեր չկար։ Այդքան պատմությունը չէր փոխվի։ Շատ տեղեր դեռևս կրապաշտություն կար, որտեղ նրանք գերությունից որ հետ եկել ներողություն։ Երբ որ Իսրայել ազգը գերությունից հետ եկավ, արդեն կրապաշտությունից ամբողջապես ազատվեց։ Կենթանի Աստծոն արդեն սկսել էր նրա հետ շփումի ներս գալ։ Եվ հենց այդ միջոց էր, որ երբ որ Հիսուսն եկավ, արդեն կրապաշտություն չկար։ Նրանք այո կային հոգևոր կուրքեր, հպարտություններ, շեղումներ, սխալ մեկնաբանություններ կար, բայց կրապաշտություն չկար, որտեղ այդ գերության ներսը կրապաշտությունից ազատվել էին։ Հիմա Աստծո խոսքը սա էր, որ ես ձեզ համար ապակա եմ դասավորում, որ բարի խորհուրդներ ունեմ ձեզ համար։ Հիմա այդ Տերը մեզ համար բարի խորհուրդներ ունի։ Բարի բաներ է մեզ համար մտածում։ Մեզ համար լավ գեղեցիկ պլաններ ունի, թե կյանքում, թե հավիտենականության համար։ Երբ որ մենք Աստծուն թույլ ենք տալի, մեր կյանքում մեջտեղ է գալի, այն բանն անում, որ աստվածային է եւ արդյունքը լավ ու մնայուն է։ Շատ ժամանակ Աստծո գործը կարելի է մեր մտածելակերպով շատ խելացի չլինի, բայց արդյունքը, վերջնակետը հաստատ անխն ամենալավը ընտիրն է։ Կարող ենք հալելույա ասենք։ Այսինքն Աստված մատ խորը ծրագիր ամեն մեկի կյանքում ունի իր աստվածային գիտության չափով այդ պլանը հետևում է ամեն ազնվորության, ամեն անհատի իր քարակտերի համաձայն իր հետ գործում է, որ նրան բերե մի տեղ, որ իր աստվածային լի օրհնությունը իր կյանքում հայտնե եւ այն տեղը հասացնե, որ նա աստվածային փառքն ու հավիտենականությունը վայելե։ Եվ այդ որ մեր մասն է, որ այդ Տերոջը վստահում ենք, մեր կյանքը հանձնում ենք իրեն։ Էլ մարդկային հույսերով չենք ապրում, մարդկային կարողություններով չենք ապրում։ Դրանից ավելի շատ մեր ջանքը անում ենք, բայց նվիրվում ենք այդ փառավոր սուրբ ձեռքին, որ աներևույթ կերպով մարդկանց կյանքում գործում է։ Եվ վստահում ենք այս սուրբ ձեռքին։ Վստահում ենք այդ Տերոջ պլաններին ու ծրագրերին։ Եվ թույլ ենք տալի, որ նա մեր կյանքում թագավոր է, տիրապետ է եւ ղեկավար է։ Մենք երբ որ նայում ենք անցյալ տարվա կյանքը, ունեցանք ամեն մեկս հաջողություններ, անհաջողություններ միախառ խնդիրներով։ Երբ որ նոր տարին ենք սկսում, մատ լավ կետերից սա է, որ անցյալ տարվա բացասականությունները մոռանանք։ Եվ այդ ծանրությունները, բեռերը մեր ուսին չետանք նոր տարվա ներսը։ Ինչ այլ թույլ տանք նոր տարին մատ թեթև կերպով սկսենք, նվիրվելով Տերոջը, Տեր, ների մեր թերությունները, ների մեր սխալները, ների մեր պակասությունները եւ աղոթում ենք այս տարի քո շնորհքով, քո աստվածային միջամտությունով մեր տարին օրհնի եւ սկսում ենք գոհությունով Աստծուն փառաբանել եւ առիթ ենք տալի Աստծո ձեռքը մեր կյանքում էլ մեջտեղ գա։ Գիտեք, երբ որ մենք փառաբանության խոսք ենք խոսում, փառաբանությունը մեզ ազատում է շատ բեռերից, հոգսերից, որ մեր ուսերին ծանրություն է անում։ Մարդիկ կան շատ մռայլ ու բռնված են, միշտ պղտոր են, ոմանք կան դեմքները բաց է։ Այդ երբ որ ազատվում ես բացասականությունից եւ դրական նայվածք ունես, դեմքդ բաց է։ Այսինքն գոհունակ սիրտ ունենանք, հալելույա, երբ որ մենք գոհունակ սիրտ ունենք, ազատվում ենք բեռերից, ազատվում ենք մտահոգություններից։ Երբ որ մի բան մենք հանձնում ենք Աստծուն, այդ դրա ուժն ու տպավորությունը մեզանից առնվում է։ Երբ որ մտահոգություններ ունենք, չէ, այդ մտահոգությունները մեզ կողպում է։ Եկեղեցու ենք նստած, բայց հոգսներս հետ որ ինչ կանենք, ինչ կանենք, էս ինչ կլինի, ինչ կլինի, հալա դրանք խանգարում են մեզ։ Բայց երբ որ հանձնում ենք Աստծուն, Տերը մեծ է, Տերը լավ կդասավորի։ Երբ որ հանձնում ենք Աստծուն, այլևս մենք ազատվում ենք հոգսերից։ Այդ տպավորությունը մեզ վրա պակասում է եւ մենք ազատվում ենք։ Եվ ձեզ քաջարում եմ, որ այդպես արեք, ձեր հոգսերը հանձնեք Աստծուն ամբողջապես եւ թույլ տվեք նա ձեզ համար մտածում է, ծրագրե ձեզ համար եւ վստահեք իրան։ Եվ իրան ասեք, Տեր, վստահում ենք քեզ, ուզում ենք քո կամքը մեր կյանքում կատարվի, դու մեր կյանքում ինչ պլան ունես կատարի եւ դու մեր կյանքում մեծարվի։
Երբ որ դու այդպեսի հենվում ես Աստծուն, հանձնում ես քո խորհուրդներդ Աստծուն, Սուրբ Հոգու ձեռքը արձակում ես, որ քո համար մեջտեղ գա։ Եվ նա քո փաստաբանն է, քո կողմից խնդիրները տեսնում է, լուծում է, ղեկավարում է, առաջնորդում է եւ ամեն բան համար լավ ու բարի կանե։ Եվ այդ Տերը փառավոր Տերը, որ ապական տեսնում է, ապական ծրագրում է եւ ապական իր սուրբ ձեռքերի ներսն է։ Գիտեք, մենք որ Քրիսմասին ենք նայում, Քրիսմասը երկու հատ պատկամ ունի։ Երբ որ նայում ենք Քրիսմաս, ինչ ենք հիշում, Հիսուսի մարմնացումը, որտեղ ենք նայում, հետ ենք նայում ենք 2000 տարի առաջ։ Բայց նույն Քրիսմասը մատը խոսք ունի, որ ընդ Հիսուս որ մարմին ակավ, խաչվեց, գնաց գվերադառնա, այսինքն մատը ապակայի խոսք ունի, որ մի օր է Տերը գվերադառնա թագավորության համար։ Ուրեմն Քրիսմասը մեկ անցյալի Աստծո ողորմություն է հիշում, մեկ էլ հույս է խոսում ապակայի համար։ Եվ մեզ քաջարում է, որ նվիրվենք Աստծո ծրագրին։ Եվ երբ որ մենք այդպեսով թույլ ենք տալի Տերը գա մեր կյանքում տիրապետե թագավոր է, ամեն բան սկսում է փոխվել, ամեն բան սկսում է նոր ձև ստանալ։ Մատ պատմություն եմ հիշում, մատ թուրքման եղբայր ասում էր, մեկ երկու անգամ ասել եմ, կարելի է շատեր լսածած չելնեք, ասում եմ թուրքման եղբայր էր, ասում էր մենք տոնում ամեն ինչ ունենք, մեծահարուստ մեկերն էինք, թուրքմաններն ասում են գորգ սիրում են, մենք ունեինք ճոխ առատ լեցուն տունը գորգերով, ձի սիրում ենք, թուրքման թարը ունեինք, այս մեր սովորությունները ամեն տունում կար, բայց մենք ամեն ունենալով հանտեր շատ բախտավոր ու երջանիկ ուրախ չէինք ապրում, կարծես շարժարից չկար կյանքի համար, այդ ամեն ունեցվածքը մեզ համար կրկնողություն էր, բայց ասում մի օր Հիսուսին հանդիպեցինք, Մանկամից պայմանները փոխվավ, մեր սրտում ուրախություն եկավ, նոր կյանք, նոր շարժարիտ։ Եվ ասում է, սկսանք այդ գորգերը, որ փոշին բռներ էր, մաքրեր, այն որ ոտի տակին գցանք, այն որ սովորաբար թուրքմանները խփում են պատերին, խփանք պատերին, եւ ասում է, սկսավ փոփոխությունը։ Եվ դրա հետևանքով գնացինք ձիեր ունենք, ձիերին թիմար արեցինք, հասանք, նրանց աշխուժություն եկավ։ Այգիներ ունենք, գնացինք այգիներն հասանք, զարդարեցինք ավելցումները կտրատելով, նորությունները ստեղծանք եւ մատել թար ունենք, այդ թարը մաքրանք, սկսանք նվագել ու երգել Աստծուն փառաբանել։ Ասում եմ, արդեն կյանքը երում էր մեր տունում, մեր երդաստային ներսը, երջանկություն, ուրախություն էր։ Ասում եմ, մի արժանանակ մի քանի տարի անցավ, այդ անձնավորությունը ասում էր, ես դեկինես երեխեքով մտածանք ճամփորդություն երթայինք։ Ուրեմն ճամփորդության ծրագրի ներսն էինք, ասում եմ, սայլակ բերան պատրաստամ, ձիերը կողպեցինք ու նստանք, ես իմ տիկինս էր երեխեքն ուզենք ճանապարհվենք, տեսանք Տերն ընդե կայնած է։ Եվ նայում որ ինձ չեք ուզում տանեք ձեզ հետ։ Ես ասում եմ, Տեր ներողություն, հեր չէ դու էլ արի նստի սայլակը։ Ասավ տես, դու գնա հետև նստի, թողի սայլակը ես քշեմ, ես ղեկավարեմ։ Ասավ Տեր Հիսուս, ես թուրքման եմ, ձիու վրա եմ մեծացել, լավ փորձված մեկն եմ, լավ սայլակ քշող եմ, լավ ձի քշող եմ։ Խնդրում եմ, դու գնա երեխեքի մոտ նստի, ես սայլակ քշեմ։ Okay, Հիսուս գնա հետևը նստավ ու սայլակը, այդ առոբեն քշեցին ու երթում էին։ Ճանապարհին հանգարցակի այդ սայլակի անիվ նկավ մեծ փոսի ներսը։ Այդ ազավորություն ցած եկավ, իր ամբողջ ջանքեր գործադրավ, տեսավ որ չի կարողանում այդ սայլակի անիվը փոսից դուրս բերել։ Երեխեքն էլ փոքր են, նայավ Հիսուսին, որ Տեր դու չես օգնում, ըստ Տերը եկավ օգնելու, տեսավ որ սայլակը փոսից դուրս է եկի։ Ուզում են ճանապարհվեին, Հիսուսն ասավ տես, դուր սայլակը ես քշեմ։ Ասավ չէ Տեր Հիսուս, ես ասամ փորձարու մեկն եմ։ Տիկրոսը տիկին դու գնա երեխեքի մոտ նստի, Հիսուս դու կողքին նստի։ Եվ մոտիկ եկավ Հիսուսը։ Էլի սկսավ սայլակը քշելը, ճանապարհը երթում էր, որին երթում էր որ փակողի է, հետ էր գալի ուրիշ տեղ երթում, էլի փակողի է, բոմբաստա, որտեղ այդ մեր ճիշտ կողմ էր ճանապարհները։ Հետո մատ նայավ տեսավ արդեն գիշեր է ելնում, ընտանիքով շվարած, որտեղ կմնան, դարձավ դեպի Տերը, ասավ Տեր Հիսուս չես օգնում, ասավ ինչու՞ չէ, ես առաջ ասամ, եկե դուր ինձի։ Երբ որ տեղը փոխեցին, Հիսուսը նստավ սայլակ քշելու, վարկանապես տեսան ասում են այն տեղը, որ պետք է երթային եւ իրանց նպատակին հասան։
Հիմա երբ որ մեր կյանքի Տերը Հիսուսն է, ղեկը նրա ձեռքն է, նա գիտե ինչ անում եւ մեզի որտե ատանում։ Եվ մեր կարիք սա է, որ թույլ տանք նա առաջնորդ լինի, նա ղեկավար լինի, նա մեզ այն ուղղությանը տանի, որ իր կամքն է։ Եվ դրա համար մեր նոր տարին ամենակարևորագույն քայլերը, որ վերցրում ենք այնտեսիա, մեր ամբողջ ծրագրերը, պլանները, երազանքները ամեն հանձնում ենք Հիսուսի ձեռքը։ Եվ թույլ ենք տալ, որ նա ղեկավարի մեզի։ Եվ մեր մասը սա է, որ Տեր, մենք հավատարիմ ենք, մենք նվիրվում ենք քեզի։ Ընդհանրապես նոր տարին շատ ժամանակ նոր երազանքով, նոր պլաններով, մեծ քայլերով ենք սկսում։ Բայց մեր մասը գիտակցաբար ինչ է, նվիրենք Հիսուսին, բայց սկսենք փոքր քայլերով հետևել այդ նպատակին, որ հանձնել ենք Աստծուն։ Եվ այդ փոքր քայլերն ինչ է, որոշենք, որ Տեր, ես մեծ տարվա ընթացքում քեզի ավելի ժամ տամ։ Եթե անցյալ տարի երբեմն իմ ժամ տալի, այս տարի մի փոք ավելի շատ ժամ տամ։ Եթե Սուրբի քիչ իմ կարդում ուզեմ, մի փոք շատ կարդամ։ Փոքր քայլ ավելի շատ։ Եթե եկեղեցի երբեմն մաճախում, ավելի կաշխատեմ կանոնավոր եկեղեցի գա։ Եվ այդպեսով վկայությունները ստեղին ուզում եմ ավելի լավ եւ այդ ձևով քայլ եմ վերցնում Տեր, որ դու իմ կյանքում փառավորվես։ Երբ որ մենք այսպես սկսում ենք ծրագրել եւ Տերոջ հետ համակայլ առաջերտալ, Տերոջ օշությունը մեզի գզորացնե, իր ներկայությունը մեզ կառաջնորդի դեպի նպատակները, որ ունենք։ Եվ անցյալ անգամ քարոզիներս ես ասամ, Տերը տարբեր մեկերի կանչավ, ասավ ես քեզ հետ կելնեմ։ Տերոջ ներկայությունը մեզ համար բավական է։ Այսինքն Տերոջ ներկայությունը դժվարությունները չի լուծում, բայց մեզի շնորհք է տալի, որ դժվարություններն սա հաղթական ու հաջողակ առաջ գնանք։ Եվ հետո որ մեր ամբողջ այս կյանքում խառնաշփոթ կյանք է, նրա շնորհքով մենք կարող ենք հաղթականներ լինենք, հաջողակ մեկերներ լինենք ու Տերոջը փառավորենք։ Ամեն։ Տերն օրհնի ձեզ։ Թույլ տվեք ոտքի կայնենք իր ներկայությանը։ Մենք նվիրվելով մեր կյանքը, մեր այս տարին իրեն խնդրենք Տերից, որով Տեր իրավի մեր կյանքում դու թագավորի։ Մեր ամբողջ տարվա օրերի վրա դու թագավոր եղի։ Մենք ունենք քո աստվածային հույսը, մենք ունենք քո աստվածային շնորհքը, աստվածային ներկայությունը։ Դու խոստացել ես, որ մեզի երբեք չես թողնի, դա ընդունում ենք Տեր։ Եվ նայում ենք ապակային, եթե լինի դժվարություններ, եթե բացասականություններ, քո ներկայությունը մեզ համար բավական է Տեր։ Եվ գոհությունով նվիրվում ենք քեզի։ Քո առաջնորդություն ենք ուզում։ Այդ սայլակ շողի նման քեզ ասում ենք, որ Տեր, մեր կյանքի սայլակը դու վարի, դու ղեկավարի մեզ Տեր։ Մենք քեզ ենք ընտրում, քո կամքդ ենք ընտրում։ Թողնում ենք մեր իմաստությունը, նայում ենք քո աստվածային իմաստությանը։ Մեր իմաստությանը չենք հենվում խնդիրները զանազանելու, այլ ընտրում ենք սա, որ Տեր աղոթելով քո կամքը փնտրենք եւ գիտենք փառավոր Տերը ամենալավն ընտիրն է։ Ուզում ենք մեր կյանքում դու թագավոր ես ու տիրապետ Տեր։ Օ, հալելույա, փառավոր ու սուրբ Աստված։ Թող մի քանի վայրկյաններ մեր սրտերը բացենք Տերոջ ներկայությանը։ Մենք մատ հոգևոր կապի ներսնենք Հիսուսի հետ։ Պետք է այդ կապը ստուգենք, միշտ սուղելի, միշտ ճիշտ կապի ներսը եղած դրա հետ։ Նրա ներկայությանը մենք առնում ենք խաղաղություն, նրա ներկայությունից է գալի այդ կենթանի հույսը, որ խոսեցի։ Եվ երբ որ մեր կապը Հիսուսի հետ հաստատ է, այն ժամանակ կյանքը մեր ուրիշ միտք է ճարում։ Մեր հույսը լինում է կենթանի հույս, աստվածային։
եւ Աստծո կամքի համաձայն մի հույս։ Հիմա անցետ առիցը դուրս ցողի Տերը ուղղակիորեն քեզ հետ կապվե խոսե։ Տեր Հիսուսն ասավ որդը եւ ճյուղերը իրար կապած են, ճյուղը եթե որդի ջոգելնի, շուտով կչորանա։ Բայց եթե ճյուղը կապած է որդին, մեբի ծառը, երբ որ ճյուղը կապած է իրան, այդ պտուղ կբերե եւ շատ պտուղ կբերե։ Քո կյանքը կարող է շատ օգտավետ ու պտղավետ լինի, երբ որ կապած ես Հիսուսին։ Բայց երբ որ դրային ջոգելնես Աստծո արքայության համար եւ քեզ քո հավիտենականության համար անօգուտ կերնես։ Ոչ մի պտուղ չես բերի ոչինչ, այլ այրվելու է կարժանանաս։